Բնականաբար օրենսդրությունը ինքը նեյտրալ է և այդ առումով օրենսդրությունը լիարժեք գործիքակազմ տալիս է խոզարկության ընթացքում օրինականության ապահովման համար։ Մշտապես և ոչ միայն խոզարկության, այլև քրեադատավարական մյուս ինստիտուտների պարագայում խնդիրը բացառապես դրա կիրառման և դրա մեկնաբանության մեջ է։ Խոզարկությունը, այո, ամենաինտենսիվ ձևով է միջամտում մարդու իրավունքների նկատմամբ, որովհետև դա ենթադրում է մարդու անձնական տարածություն ներխուժում և այստեղ ես կառանձնացնեի երկու կարևոր խնդիր՝ իրավականը և բարոյականը։ Իրավական հարթությունում խոզարկության շեմը ցավոք սրտի պրակտիկայում չափազանց ընկած է և այսպես ամենապրիմիտիվ գործերով էլ անգամ մենք տեսնում ենք, որ դատարանները շատ հեշտ են բավարարում քննիչների միջնորդությունները խոզարկության, մինչդեռ օրենքը պահանջում է բավարար տվյալների համակցություն, որ մեղադրյալի բնակարանում կամ մեղադրյալին չպատկանող, բայց քրեական վարույթի համար նշանակություն ունեցող որևէ բնակարանում, տարածքում, շինությունում պահվում են վարույթի համար էական նշանակություն ունեցող տվյալներ։ Եվ սա գործնականում կիրառվում է այնպես, որ միայն քննիչի միջնորդությունը և այսպես վերացական 1-2 խնդիրներ և անմիջապես միջնորդությունը բավարարվում է։ Նաև ես կցանկանայի առիթը օգտագործել և խոսել այնպիսի ինստիտուտի մասին, ինչպիսին փաստաբանությունն է և զուգահեռներ տանել այս ինստիտուտի մասին, անձամբ իմ գործով, իմ գործընկերներին վերաբերող քրեական վարույթներով մենք տեսնում ենք, որ նաև ցավոք սրտի դատարանները փաստաբանության նկատմամբ և հարգանքը և լրացուցիչ ստանդարտը չեն պահպանում և փաստաբանական գրասենյակներում իրականացվում է խոզարկություններ այսպես վերացական զուտ պնդումով, որ վարույթի համար էական նշանակություն ունեցող տվյալ կարող է պարզվել։ Ինչ վերաբերում է բարոյական հարթությանը, այստեղ տեսեք, խոզարկության գլխավոր նպատակը վարույթի համար էական նշանակություն ունեցող առարկաներ որոնելն է, բայց շատ հաճախ սա վերածվում է մեղադրյալների բնակարաններում ավերածությունների, այսինքն ոչ թե իրավական, այլ բարոյական առումով, չարաշահելով այդ լիազորությունը ամբողջությամբ բնակարան տակնուվրա են անում և սա լրացուցիչ այսպես ճնշում է մեղադրյալի նկատմամբ, լրացուցիչ ճնշում, բայց բոլոր դեպքերում խոզարկության ինստիտուտի մասին խոսելիս պետք է արձանագրեմ, որ խնդիրը օրենսդրության մեջ չէ։ Մեր քրեական դատավարության օրենսգիրքը բավականին առաջադիմական փաստաթուղթ է, խնդիրը դրան տրված մեկնաբանությունն է և ստանդարտի ծայրահեղ իջեցումը։ Մյուս կողմից ես շատ լավ եմ հասկանում, որ խոզարկությունը ենթադրում է տաք հետքերով բացահայտում և հնարավոր է, այո, խոզարկության միջոցով վարույթի համար նշանակություն ունեցող տվյալների հայտնաբերումը, բայց խնդիրներից ես նաև կառանձնացնեի այն, որ օրինակ քննիչը վարույթը նախաձեռնում է, անձը ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ և 1 ամիս անց ռուսերեն արտահայտված для галочки իրականացնում է խոզարկություն և ակնհայտ է, որ այս միջոցը ոչ անհրաժեշտ է և ոչ համաչափ, որովհետև եթե մեղադրյալը բնականում վարույթի համար նշանակություն ունեցող առարկա, օրինակ հանցագործության գործիք ունենա, ակնհայտ է մեկ բան, նա դա կթաքցնի և ուշացած խոզարկությունները ևս խոսում են բացառապես այս ինստիտուտի ճնշման գործիք լինելու մասին, քան քրեադատավարական ինստիտուտի։ Ինչը վերաբերում է հիմնավոր կասկածին, օրենսդիրը բնականաբար չի կարող գնալ այն ճանապարհով, որ հստակ չափանիշներ սահմանի, թե որ կասկածն է հիմնավոր և բավարար համարվում, որովհետև ամեն վարույթ առանձնահատուկ է և այստեղ չես կարող մեկ չափանիշ դնել բոլոր վարույթների համար, բայց հիմնավոր կասկածին դոկտրինալ մեկնաբանությունները և նախադեպային իրավունքում տրված մեկնաբանությունները խոսում են նրա մասին, որ հիմնավոր կասկածը հիմնվում է մի քանի ելակետի վրա, նախ վարույթի նյութերից բխող փաստական տվյալների բավարարություն
եւ այդ կասկածի բարեխիղճ հիմնավորվածություն։ Այսինքն, եթե վերացական է կասկածը, սա չի կարող համարվել հիմնավոր։ Եթե այդ կասկածը բարեխիղճորեն հիմնավորված չէ, սա եւս չի կարող համարվել հիմնավոր կասկած։ Եվ հիմնավոր կասկածի մասը, երբ որ քննարկում ենք, այստեղ դրված է ճիշտ նույն ստանդարտը, որը դրված է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմնավոր կասկածը գնահատելիս։ Բայց տեսեք, օրենսդիրը օգտագործել է վարույթի համար էական նշանակություն ունեցող տվյալների մասին։ Հիմա նայեք, ենթադրենք անձը մեղադրվում է կիբերանվտանգության բնագավառի ինչ-որ հանցագործության մեջ, կամ օրինակ համակարգչային տեխնիկայով զուգորդված հանցանք կատարելու մեջ, կամ օրինակ ենթադրենք վարույթը վերաբերում է այնպիսի հանցանքին, որտեղ հանցագործության գործիքը հեռախոսն է կամ նոթբուքն է, որն էլ առգրավված է։ Անկամ այս դեպքերում ես ինչի եմ ասում, որ խոզարկությունը վերածվել է այսպես շարքային քննչական գործողության եւ կարծեք թե վարույթով դարձվել է սա պարտադիր, օրինակ հեռախոսն առգրավված է, բայց մտնում են խոզարկության։ Եթե հանցագործության գործիքը հեռախոսն է, ինչ եմ փնտրում այնտեղ։ Կամ եթե հանցագործության գործիքը զենքն է, ինչ եմ փնտրում բնակարանում, եթե դա արդեն իսկ հայտնաբերված եւ առգրավված է։ Եվ ցավոք սրտի խոզարկությունը չի ծառայում իր դատավարական նշանակությանը։ Շատ փոքր են այն դեպքերը, երբ իրապես խոզարկությունը կիրառվում է դատավարական նշանակությանը համապատասխան եւ իրոք հայտնաբերվում են հանցանքին վերաբերող գործողություններ։ Բայց ես կրկնում եմ, մարտավարական իմաստով կրիմինալիստիկայի տեսանկյունից սա հրատապ քննչական գործողություն է։ Այսինքն մեղադրյալի բռնվելուց 24 ժամվա ընթացքում դու դա չես արել, արդեն ուշ է, որովհետև հասկանալի է, չէ՞, մենք մի փոքր հողի վրա հարցը նայենք։ Եթե մեղադրյալը օրինակ անազատության մեջ է եւ բնակարանում ունի արգելված իր առարկա, շատ հեշտ է դրանից ազատվելը։ Շատ հեշտ է այդ ապացույցը ոչնչացնելը։ Իսկ օրինակ մենք ունենք դեպքեր, բնականը խոզարկվում է 10 օր հետո, 1 ամիս հետո, եւ հասկանալի է մեկ բան, որ սա չի ծառայում այդ նպատակային նշանակությանը։ Իսկ ինչ վերաբերում է օրենսդրական ստանդարտին, ես անկեղծ կլինեմ, այստեղ իրավական մշակույթի հարց կա, որովհետև օրենքը չի կարող ասել հիմնավոր կասկածը սա է, սա է, սա է։ Օրենքը ասում է կասկած առայն, որ վարույթի համար էական նշանակություն ունեցող տվյալներ։ Այսինքն պետք է լինի կասկած, որը բավարարի հիմնավորության շեմը, հիմնավոր կասկած, որ որևէ շենք շինության մեջ առկա են վարույթի համար էական նշանակություն ունեցող տվյալներ։ Այսինքն նաև դա յուրաքանչյուր անգամ քննիչ պարտավոր է միջնորդությամբ հստակ հիմնավորել, թե վարույթի համար էական ինչ տվյալներ են ակնկալվում ձեռք բերվել խոզարկությունով։ Բայց ես կրկնում եմ, դատական համակարգը, առհասարակ դատարանները որպես կանոն խուսափում են այսպես միանգամից գլխատել վարույթը եւ այնուամենայնիվ այսպես տալիս են այդ թույլտվությունները, բայց վերաքննության արդյունքներով մենք տեսնում ենք շատ ու շատ խոզարկություններ ճանաչվում են ոչ իրավաչափ եւ սա կարծեք թե այսպես հետագա դատական վերահսկողության երանգ ունի, առաջին ատյանը թույլ տալիս է իրականացնել եւ վերաքննիչը շատ հանգստության պայմաններում, երբ այդ հրատապությունը չկա, որը կա առաջին ատյանի դատանում, իսկ առաջին ատյանում դատավորը կալանքը լսելիս միշտ այդ մտավախությունը ունի, իսկ եթե ես մերժեմ, իսկ այնտեղ իրապես էական նշանակություն ունեցող տվյալ կա, իսկ վերաքննիչը շատ ավելի հանգիստ է նայում, որովհետև խոզարկվել է, ոչինչ չի հայտնաբերվել, իսկ վերաքննիչը հանգիստ նայում, արդյոք առկային դրա օրենսդրական հիմքերը միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասով։ Բնականաբար անձնական խոզարկության համար օրենսդրական շեմը շատ ավելի ցածր է, եթե մենք խոսում ենք բնականոն խոզարկության մասին, այստեղ դատարանի թույլտվություն է պահանջվում, անձնական խոզարկությունը
այդպիսի հատուկ որոշում կարծեք թե չի պահանջում, երբ հանցանք կատարած ենթադրյալ անձը բռնվել է անմիջապես հետո։ Այստեղ ես չարաշահումներից ինչ է կուզենայի առանձնացնել, որը շատ մեծ դժբախտություն է մեզ համար։ Մեր երկիրը բավականին տևական ժամանակ դրանից ձերբազատված էր, բայց մենք նկատում ենք կրկին վերադարձ դեպի անցյալ, շատ խորը անցյալ, դեպի 90-ականներ կամ ավելի ներքև, երբ մեղադրյալի մոտից հարկադրաբար է հայտնաբերվում, այսինքն իր է դրվում, որը հայտնաբերվում է, կամ մենք տեսնում ենք խուզարկության պրովոկացիա, կամ մենք տեսնում ենք օրինակ թմրամիջոցներին վերաբերող հանցանքում տեղադրելը կամ վերցնելը խուզարկությամբ ստեղծում են դատավարական նախադրյալներ իրացման համար, բայց մեր դժբախտությունը այստեղ այն է, որ ցավոք սրտի, սա մեր շատ մեծ դժբախտությունն է, որ արդեն առնվազն ինձ հետ մի քանի գործեր եղել են, որտեղ իրեղեն ապացույցը մեղադրյալի գրպանը դրվում է։ Սա անկեղծ կլինեմ շատ մեծ դժբախտություն է մեր երկրի համար, որովհետև սրա դեմ պայքարը շատ երկար տասնամյակների արդյունքում հաջողել էր և մենք ցավոք սրտի վերադառնում ենք սրան։ Բայց անձնական խուզարկության ընթացքում այսպես մի քանի խնդիրների ենք մենք ականատես լինում, նախ կանանց խուզարկության մասով տեսնում ենք, որ չի պահպանվում օրինակ կնոջ կողմից խուզարկություն կատարվելու դատավարական կարգը, մենք տեսնում ենք, որ մեղադրյալներին խուզարկելիս չեն պահպանվում ոչ տեսաձայնագրություն, ոչ ընթերականների առկայություն, մինչդեռ այս գործողությունը պարտադիր ուզում է դա, կամ մեկ այլ խնդիր, սա և ոստիկանների կողմից օպերատիվություն պահանջող գործողություն է և որոշ դեպքերում ժամանակից շուտ բացահայտելու խնդիր, օրինակ մեքենան ոստիկանը փաստացի խուզարկում է զննման անվան տակ, բայց ամբողջությամբ խուզարկվում է, կամ մենք տեսնում ենք փաստացի խուզարկվում է, հետագայում կայացվում է դրա արձանագրությունը, և այստեղ մենք օրենքին ասելիք չունենք, մեր օրենքը և հստակ ու ճշգրիտ կարգավորում է անձնական խուզարկությանը վերաբերող կարգավորումները ունի շատ հստակ, խնդիրը դա կիրառելու մեջ է, իսկ կիրառման ընթացքում չարաշահումները բազմաթիվ են, և խնդրում եմ նկատել անձնական խուզարկությունը վերածվել է կրկին պարտադիրի, մինչդեռ օրենքը չի կարող դա համարել և չի էլ համարում պարտադիր, այս բոլոր դեպքերում օրինակ անձը մեղադրվում է ճանապարհային երթևեկությանը վերաբերող ինչ-որ հանցանք կատարելու մեջ, հիմա այստեղ խուզարկությունը պարտադիր է, թե ոչ, ակնհայտ է այս հանցանքից, որ այդ խուզարկությունը ինքնանպատակ է, որովհետև կա մեքենան, կա մեղադրյալ, և այստեղ ինչի համար ենթարկել անձնական խուզարկության, և սա գիտեք ինչպես է, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ցածր լինելու մասին է, մեզ համար այդ անձնական խուզարկությունը դե ասում ենք ինչ մի մեծ խնդիր է, հայտնաբերվել է հանցանքը կատարելուց կամ դրանից հետո, բայց դա մարդու նկատմամբ շատ մեծ ներգործություն ունի, և յուրաքանչյուրը իր վրա կարող է պատկերացնել, երբ իրեն ֆիզիկական կոնտակտի է ենթարկում, ընդ որում բավականին ինտիմ հատվածներում, ստուգում են, հանում են, հաճախ մերկացմամբ է ուղեկցվում այդ խուզարկությունը, սա մարդու իրավունքների շատ լուրջ խնդիր է, բայց սա խոսում է նաև մեր երկրում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և իրավական մշակույթի ցածր լինելուց, որովհետև ցանկացած դատավարական ինստիտուտ չպետք է ենթարկվի ֆունկցիոնալ ձևախեղման, իսկ այս դեպքում, երբ որ օրինակ անձը գողության մեջ է մեղադրվում, անձնական խուզարկությունը ենթադրելի է, որովհետև հնարավոր է գրպանում լինեն վարույթի համար նշանակություն ունեցող տվյալներ, բայց մենք ունենք օրինակ համակարգչային սաբոտաժ հանցակազմ, կամ համակարգչային տեխնիկայով կրկին վերադառնանք դրանին, օրինակ անձը նոթբուքով փողերի լվացում է իրականացրել, հեռախոսն էլ նոթբուքն է քննիչի սեղանինը, հիմա այս վարույթով խուզարկեն, որ ինչ անեն, և բոլոր դեպքերում
խոզարկությունը կլինի անձնական թե ոչ, բոլոր դեպքերում այստեղ անհրաժեշտ է ելնել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքից։ Երբ որ վարույթը իրապես սկսվի այստեղից, ես վստահեցնում եմ, մենք խնդիրներ չենք ունենա, բայց քանի դեռ մենք այդ հարգանքը մեր մեջ չենք կարողանում ձևավորել, որ քրեական դատավարությանը նայենք այնպես, որ դա բացառապես հանցանքի քննությանը ուղղված process է, եւ դրա ընթացքում մեղադրյալը չպետք է ենթարկի նվաստացուցիչ վերաբերմունքի կամ մարդկային արժանապատվությանը վնասող որևէ գործընթացի եւ պարփակվենք բացառապես անհրաժեշտությամբ եւ համաչափության սկզբունքներով, ես վստահեցնում եմ, այս խնդիրը մենք չենք ունենա։ Թե ինչ վերաբերում է օրենսդրությանը, մենք այստեղ շատ սուր կոնֆլիկտ չունենք։ Հա, կարող է լինել խնդիր, օրինակ, անձնական խոզարկությունը ով պետք է կատարի, հա, որովհետև կարծեք թե բացի քննիչից որևէ մեկը իրավունք չունի կատարել քննչական գործողություն, իսկ խոզարկությունը քննչական գործողություն է։ Մինչդեռ գործնականում անձնական խոզարկության ենթարկում են օպերատիվ աշխատակիցները, ովքեր անձին բռնել են։ Սա խնդիր է։ Կամ իրավական կոնֆլիկտ կա կապված արձանագրության կազմման եւ դրա մեջ զետեղման ենթակա տվյալների մասով, բայց կրկնում եմ, փիլիսոփայությունը սրանից չի տուժում, որովհետեւ կանի քննիչը թե օպերատիվ աշխատակիցը, խնդիրը դա չէ, այլ խնդիրն է, արդյոք դրա ընթացքում մարդու հիմնարար իրավունքները երաշխավորվում են թե ոչ։ Զննությունը բացառապես վարչաիրավական ինստիտուտ է, խոզարկությունը քրեադատավարական ինստիտուտ է։ Բնականաբար քրեական դատավարության օրենսգիրքը նաև զննության հնարավորություն է տալիս, բայց դա վերաբերում է այն դեպքերին, երբ տրանսպորտային միջոցը հանցանքի դեպքի վայր է։ Օրինակ, եթե տրանսպորտային միջոցի մեջ դիակ կա, դա մեր դեպքի վայրն է։ Եվ այստեղ քննիչը չի կարող գնալ դատարան թույլտվություն ստանալ մեքենայում խոզարկության, որովհետև դա վերածվել է դեպքի վայրի։ Իսկ եթե դա դեպքի վայր է, քննիչը դրան հանգիստ ունի հասանելիություն։ Սա այսինքն կլինի մեր դեպքի վայրի զննության ֆորմատը, բայց բոլոր այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցը հանցանքի գործիք է, հանցանքի կատարմանը օժանդակելուն ուղղված միջոց է, հանցանքի կատարումը հեշտացնող գործիք է, հանցանքը կատարելուց հետո փախուստի միջոց է, կամ առհասարակ տրանսպորտային միջոցը զուտ անձը հայտնաբերվել է դրանով։ Բոլոր այս դեպքերի համար անհրաժեշտ է դատավարական ընթացակարգով խոզարկություն։ Եվ տարանջատումը սա է, բայց գործնականում երբ մեղադրյալը հայտնաբերվում է, տրանսպորտային միջոցը անմիջապես օպերատիվ աշխատակիցների կողմից ենթարկվում է ծայրահեղ խորը խոզարկության, ինչը դատավարական լրջագույն խնդիր է, որովհետև օրենսդիրը հստակ այդ բաժանարար գծերը տարել է, որտեղ է սկսվում եւ ավարտվում զննությունը, կամ որ պահից սկսված է դա վերածվում փաստացի խոզարկության, եւ նաեւ չարաշահումներից կցանկանամ խոսել, այսօր տրանսպորտային միջոցը մեր կյանքում բավականին կարևոր նշանակություն ունի, բայց կրկին մենք տեսնում ենք, որ տրանսպորտային միջոցները անգամ խոզարկելուց հետո շարունակվում են մնալ առգրավված, ինչը լրացուցիչ ճնշման գործիք է ծառայում վարույթի ընթացքում, որովհետև տեսեք մեղադրյալը օրինակ մեղադրվում է այնպիսի էլի հանցանքի մեջ, որ այդ տրանսպորտային միջոցը վարույթի հետ կապ չունի, ինքը զուտ այդ տրանսպորտային միջոցով հայտնաբերվել է, բայց մի տրանսպորտային միջոցը առգրավում է վարույթի համար էական նշանակության տեսանկյունից, մի հատ քննիչն էլ իրեղեն ապացույց է ճանաչում, իսկ դրա վիճարկումը դատական գործնեստեյության քննության փուլում է։ Այսինքն պետք է տրանսպորտային միջոցը գնա դատարան, դատարանը ֆիզիկապես այդ տրանսպորտային միջոցը որպես ապացույցի հետազոտի եւ միայն դատավճռով լուծի տրանսպորտային միջոցի վերադարձման հարցը։
Եվ ակնհայտ է, չէ, որ մարդուն պատկանող տրանսպորտային միջոցը 1-ից 3 տարի պահելով քրեական վարույթի հետ, սա ճնշման եւ այստեղ վնաս պատճառելու գործիք է ծառայում, բայց կրկնում եմ, երբ որ մենք խոսում ենք դրա բովանդակային նշանակությունից, էլի խնդիրը հստակ է, օրենսդրությունը լավն է, դա կիրառողը վատը, որովհետև տեղի է ունենում դրա նպատակից հստակ շեղում, իսկ օրենսդիրը շատ ուղիղ է ասել, որ դեպքերում կատարել զննություն եւ որ դեպքերում կատարել խոզարկություն, եւ սա շատ հաճախ մենք տեսնում ենք, որ բերում է նաեւ ապացուցողական կշռի կորուստի, որովհետև եթե զննության անվան տակ փաստացի կատարվում է խոզարկություն, դա հետագայում ճանաչվում է որպես անթույլատրելի ապացույց եւ բերում է օրինակ իրապես հանցանք կատարած անձի արդարացմանը, որովհետև տեղի է ունեցել ապացույցների հավաքման ընթացքում չարաշահում եւ վարույթի հանրային մասնակիցները իրենք եւս պետք է շահագրգռված լինեն, որ ապացույցները իրենց կշիռը չկորցնեն կամ ապացուցողական նշանակությունը, որովհետև ես վստահեցնում եմ, եթե զննության անվան տակ խոզարկություն է կատարվում, այդ ապացույցը միանշանակ, այսպես մեր մասնագիտական լեզվով ասած, կպայթի, դա չապրող ապացույց է, բայց օրենսդրական հարցին կրկին վերադառնալով, զննությունը ենթարկում է տեսադիտարկման միջոցով, այսպես զուտ վիզուալ ընկալում, առարկայի, տվյալ դեպքում տրանսպորտային միջոցը, բայց եթե անգամ 1 միլիմետր ոստիկանի մարմնի որևէ հատված մտավ տրանսպորտային միջոցի մեջ, սա կվերածվի խոզարկության, անգամ մենք տեսնում ենք այսպես դատավարական աճպարարություն, որ ոստիկան ասում է ես չեմ կպնում, բայց մի հատ բարդաչոկը բացի նայեմ, կամ օրինակ մի հատ բեռնախցիկը բացի, մի հատ էլ բացի այդ տակերը նայենք, հիմա խնդիրը դրանից չի փոխվում, որտեվ զննությունը ենթադրում է զուտ այսպես վիզուալ շատ հպանցիկ տեսադիտարկում, իսկ դա կանի ոստիկանը, օրինակ այդ բարդաչոկ բացելը, թե ինքը կասի քաղաքացին կանի, սա արդեն որոնողական է, որովհետև խոզարկությունը ենթադրում է ինտենսիվ որոնում, իսկ զննությունը զուտ այնպես, ինչպես էթիրը եւ առարկան կա, եւ փիլիսոփայությունն էլ դա է, զննությամբ տեսնել եւ ֆիքսել վարույթի համար հրատապություն ունեցող առարկա, օրինակ ոստիկանը, երբ որ տրանսպորտային միջոցը կանգնացնում, երբ որ տեսնի զենք կա, արագ արձագանքի, բայց եթե օպերատիվ տեղեկություններ կան, որ մեքենայի, օրինակ նստարանի տակ X վայրում պահվում է զենք, սա որոնողական աշխատանք է ենթադրում եւ այստեղ անհրաժեշտ է խոզարկության ռեժիմը։ Ինչ վերաբերում է վարչական տիրույթին, այստեղ բացառապես զննությունն է կիրառվում եւ ոստիկանը, երբ որ ուժեղացված ծառայություն անունը դնենք, ինչ ուզում է դնենք, իրավունք չունի քաղաքացուց պահանջել ավելին, կարող է խնդրել բեռնախցիկը բացել, կարող է խնդրել մեքենայի դռները բացել, բայց եթե ոստիկանը ուզում է մեքենան բովանդակային առումով ներսից դրսից նայել, օրենքը այստեղ պահանջում է հիմնավոր կասկած, որ կոնկրետ այդ տրանսպորտային միջոցում պահվում է հանցավոր իր առարկա կամ վարույթի համար նշանակություն ունեցող, սա ենթադրում է նախաձեռնված քրեական վարույթի առկայություն, որովհետև 2022 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունում էապես փոխվել է քրեական դատավարության կոնցեպտը, մասնավորապես եթե նախկինում քրեական գործ հարուցելու հարցը լուծելու համար կարելի էր իրականացնել քննչական գործողություններ, դրանք կոչվում էին անհետաձգելի քննչական գործողություններ, ներկա դատավարական կոնցեպտի առումով անհրաժեշտ է բացառապես նախաձեռնված վարույթի առկայություն, եւ եթե դա չկա, չի կարող իրականացվել խոզարկություն, հետեւաբար ոստիկանը կլինի ուժեղացված ծառայություն, թե կլինի պարզապես պարեկը կանգնացրել է քաղաքացուն, քաղաքացին կարող է այդ պահանջին չենթարկվել
եւ պահանջել, որպեսզի ներկայացվեն պատշաճ իրավական հիմքեր մեքենան տեսադիտարկման ներկայացնելու մասով եւ չբացել իր բեռնախցիկը, չբացել իր մեքենայի որևէ հատված, այդ կլինի վարորդի մասը, հետևի մասը, դռները, որևէ բան։ Քաղաքացին կարող է այդ պահանջին չենթարկվել։ Հա դրանք հետևի ընթացակարգ, հնարավոր է մեքենան տեղափոխվի հատուկ պահպանվող տարածք, հնարավոր է ավելի ինտենսիվ գործողություններ կատարեն, բայց սկզբունքորեն քաղաքացին կարող է այդ պահանջը չկատարել, որովհետև եթե մենք մնանք մաքուր վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի կոնտեքստում, վարչական իրավախախտման կանխարգելման կոնտեքստում, վարչական իրավախախտում հայտնաբերելուն ուղղված համատեքստում մնանք, խնդիրը չի փոխվում։ Անունը դնենք վարչական իրավախախտում, թե քրեական, խնդիրը չի փոխվում։ Նույն երևույթն է այստեղ, եթե մարդը մեղադրվում է որևէ իրավախախտում կատարելու մեջ, դրա համար անհրաժեշտ են բավարար հիմքեր։ Իսկ գործնականում մենք տեսնում ենք ոստիկանները ուժեղացված ծառայության ընթացքում խուզարկությանը բնորոշ գործողություններ են կատարում, բացում են բեռնախցիկը, բացում են մեքենայի բոլոր հատվածները, դռները, մտնում են ներսով, դրսով նայում են։ Մինչդեռ վարչաիրավական զննությունը եւս պահանջում է օրենսդրական բավարար հիմքեր, որ նախ վարորդը իրավախախտ է օրինակ, կամ վարորդի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցում պահվում են հանցավոր կամ վարչական իրավախախտում համարվող իրեր եւ առարկաներ եւ այստեղ շատ հանգիստ կարելի է այդ պահանջին չենթարկվել եւ պայքարել իրավունքների համար։